Ահա, ինչպես գեղեցկուին քիչ առաջ խոստացավ, մենք արդեն պատրաստ ենք, մեր բազմոցին նստած, մեր աշխատանքային եւ մեր հյուրերի հետ արդեն պատրաստ հաճելի զրույցի։ Իսկ կարելի ասել ոչ թե հյուրեր, այլ ընկերներ, շատ հաճելի եւ կարեւոր մարդիկ են այս բան մեր տաղավարում, սիրով ներկայացնենք նրանց։ Մեր տաղավարում են երկու աստղ նախագծի պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ երկու աստղ նախագծի բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը։ Ողջույն սիրելիներ։ Բարի լույս։ Բարի օր։ Ոնց եք։ Շատ լավ։ Մի քիչ լարված ես կարծում եմ։ Դե այսօր Կարևոր օր է այսօր։ Այսօր շատ կարևոր օր է, այսօր հայտարարվելու է հաղթող զույգի անունը։ Բոլորս ենք լարված ու անհամբեր սպասում ենք, թե ով է լինելու այդ զույգը, որ հաղթելու է երկու աստղ մեգա նախագծում։ Եթե այս եթերաշրջանի երկու աստղը համեմատելու լինենք նախորդ երկու աստղի հետ, ինչպիսին էր եւ ինչով էր տպավորիչ։ Նախ ասեմ, որ առաջին եթերաշրջանը շատ հաջողված էր ու երևի երկրորդ եթերաշրջանը անելուց առաջ մեծ մտավախություն ունեի, որ գուցե նույն հաջողությունը չունենա, բայց շատ ուրախ եմ, որ գերազանցեց անգամ առաջին եթերաշրջանի հաջողությանը, դա վկայում է մարդկանց արձագանքը, կարծիքները, ուրախ եմ, որ ստացվեց սա եւս իրականացնել։ Երևի ավելի ակտիվ էր այս եթերաշրջանը, հաշվի առնելով մասնակիցներին, այստեղ շատերը բլոգերներ էին եւ ավելի ակտիվ տարածում էին այս հաղորդման հետ կապված յուրաքանչյուր մանրամասն դրվագ, այդ առումով երևի ավելի ակտիվ ու հագեցած էր հենց այս եթերաշրջանը։ Ու երկու աստղի պատմության մեջ կարևորն է, որ յուրաքանչյուր հաջորդ եթերաշրջանը միևնույն է ինչ որ մի նոր երանգ ու տարբերվող մի գույն ունի, որը ել ավելի է հետաքրքիր դարձնում հանդիսատեսի համար։ Անուշիկ, եթե չենք սխալվում, սա տարվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ համագործակցությունն է BBC-ի հետ։ Խնդրում ենք պատմել ինչպիսին էր ճանապարհը, ինչ դժվարություններ հաղթահարեցիք այս նախագծերը եւ երաժշտական իրադարձությունները իրականություն դարձնելու համար։ Իհարկե առաջին եթերաշրջանը ավելի բարդ տրվեց, որովհետև առաջին անգամ էինք այս թիմով աշխատում այս նախագծի վրա եւ BBC-ի հետ միասին ես առաջին անգամ էի համագործակցում ու սա շատ երկար բանակցությունների արդյունք է։ Պիտի ասեմ, որ շատ ուշադիր են հետևում նրանք հաղորդմանը, մենք ամեն շաբաթ ունենում ենք վիդեոզանգ, քննարկում ենք նախորդ շաբաթվա ելույթներ ու առհասարակ հաղորդումը եւ արդեն քննարկում ենք եկող շաբաթվա նկարահանումները, շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը։ Իհարկե բարդ, մի փոքր բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր։ Հիանալի փորձառություն է, չէ՞, նաև թիմի համար։ Ինձ համար եւ թիմի համար եւս, այո։ Վերադառնանք զույգերին, ճիշտ է, քիչ առաջ նշեցիր, որ բլոգերներ, բայց ինչ սկզբունքով ընտրվեցին այս անգամ երկու աստղի զույգերը։ Անկեղծ ասած, այս ճանապարհի ընթացքում երկու անգամ ունենում եմ զգացողություն, որ նախագիծը չի կայանալու։ Ինչի՞։ Առաջին զգացողությունը սենց զույգերը ընտրելու ընթացքում է լինում, որովհետև իսկապես շատ բարդ է ընտրել զույգերի։ Տեսեք, նախ գրաֆիկը շատ խիտ է, այստեղ միայն նկարահանումներ կամ փորձեր չեն, չնայած փորձերը շատ են, ու արդեն իսկ շատ դժվար է մեկ հոգու հետ համաձայնության գալ, որպեսզի նրանք մասնակցեն պրոյեկտին։ Դե պատկերացրեք երկու հոգու դեպքում կրկնապատկում է արդեն, ու բացի այդ իրենք եւս պետք է գոնե ճանաչեն իրար, էներգետիկան նույնը լինի, տեմբրները նույնը լինեն, ինչ որ ձևով պետք է համապատասխանեն միմյանց ու այս մասով շատ բարդ է լինում։ Եղել է, որ նկարահանումներից 1-2 շաբաթ առաջ դեռ երկու զույգ հաստատված չի եղել ու հենց այդ պահին ինձ ստացել, որ նախագիծը չի կայանա։ Եվ երկրորդը արդեն զույգերի հետ միասին գրաֆիկ կազմելն է, որը որ շատ բարդ է։ Հեռուստաընկերությունում ու առհասարակ այս ոլորտում աշխատակիցները հաստատ կհամաձայնեն ինձ հետ, որ 20 եւ ավել արտիստ ունենալու դեպքում մեկ պրոյեկտում գրաֆիկ կազմելը դա գրեթե անհնարին է, բայց իրոք շատ ուրախ եմ, որ այս մեր պրոֆեսիոնալ աշխատասեր թիմի շնորհիվ դա ստացվեց։ Եվ թիմի մի մասն է միայն հայտնվում կադրում ու մի ավելի մեծ թիմ կադրից դուրս է միշտ աշխատանքը իրականացնում։ Ինչ խնդիրներ են ունենում կադրից դուրս, բացի գրաֆիկներից, բարդ փորձերից, նկարահանման նախապատրաստական աշխատանքների հարցում Նաիրի։ Խնդիրները այն է, որ պետք է հասցնենք փորձին, որ բոլոր դեկորները պատրաստ լինեն, LED կոնտենտը պատրաստ լինի, փորձը պատշաճ վիճակում լինի, որովհետև ժամերն են դրած սահմանափակ եւ դեկորացիան դնել բեմի վրա, հետո ապա մոնտաժել, դա ժամանակ է տանում եւ դա պետք է շատ հմուտ ժամանակին անել, որպեսզի գրաֆիկը չշեղվի։ Ես հասկացել եմ, որ իմ ամենացավոտ բանը դա երբ որ գրաֆիկը շեղվում է։ Ես սկսում եմ նյարդայնանալ ու բոլորը դա գիտեն։ Իսկ նկարահանումներին դա կարծես հաճախ է լինում, չէ՞։ Նկարահանումներից առաջ այդ նախապատրաստական օրը պետքա կարևոր է միշտ ճիշտ նախապատրաստվել,
այդ դեպքում արդեն նկարահանումը կգնա սահուն։ Պլանավորումը ինձ թվում է Այո, երևի այս հաղորդման ամենակարևոր գործը դեպքում դա պլանավորումն է։ Լավ, ամեն դեպքում ինչ ապրոչներով էիք այդ բեմադրություններն անում կամ ոնց էիք գտնում ճիշտ որ զույգին ավելի այսա շահեկան է որ նման ձևաչափով ելույթ ունենան այդ չափորոշները եւ ընտրությունները կերպարները Իհարկե շատ կարևոր է տեսնես դիմացդ ով է, ինչ զույգ է։ Ես նախորդ անգամ ասացի, մենք չէինք հաշվել, բայց երբ որ առաջի եթերաշրջանը ավարտվեց, հասկացանք, որ մոտ 60 բեմադրություն է եղել, սարսափեցի այդ թվից, հետո երկրորդ եթերաշրջանի սկզբից սարսափեցի, որ գիտեմ արդեն քանի հատ է լինելու, եւ բարդությունը նրանում է, որ պետք է մեկը մյուսին նման չլիներ։ Մտածում էի, դե արդեն էս արել ենք, այն արել ենք, այլ բան տակը չմնաց, որ անենք, բայց իրականում, քանի որ զույգերը նոր էին, երգերը պայմանավորվել էինք, որ չի կրկնվելու, նոր ինչ որ ֆանտազիաներ են ծնվում, ես չեմ կարող ասել դա ի վերուստ է գալիս, թե ես էլ այդ պահին միշտ վախեցած եմ, բա ինչ եմ հիմա հորինելու, որ լավ լինի, հետո փորձի ցույց տալի, որ ստացվում, ինչ ձևով չեմ կարող ասել։ Իսկ համագործակցությունը հենց մասնակիցների, այս դեպքում զույգի հետ, երգի ընտրության հարցում, բեմադրության, կերպարների առաջարկի, իրենք են առաջինը ասում, այս տարբերակով եթե մեր զույգը ներկայանա ավելի հետաքրքիր կլինի, թե կան տեղեր, որտեղ նրանք գործ չունեն, պետք է ընդհանրապես ենթարկվեն կանոնների։ Պետք է անեք ու վերջ։ Կանոններն այդպես դեսպոտի նման չենք աշխատում, всё-таки։ Բայց համոզում ենք։ Հա, творческий коллектив։ Անուշիկը թող պատմի ոնց է երգը ընտրվում, որտեվ ես արդեն փաստի առաջ եմ կանգնած, որ այս մարտիկ այս երգն է։ Եթե հանկարծ ինչ որ մի բան զգում եմ, որ լավ չի կամ բան, խորհուրդ եմ տալի, որ եկեք փոխենք, բայց ընդհանրապես արդեն պատրաստի ցանկը ստանում եմ, գիտեմ ովքեր են զույգերը, մի հատ մտքիս մեջ մտածում եմ ինչը ոնց պետք է բեմադրեմ, հետո հանդիպում է կայանում իրենց հետ, որպեսզի իրենք էլ մտնեն թեմայի մեջ, իրանց արձագանքից արդեն հասկանում են, որ վարվեցին լավ է լինելու ու արդեն սենց ավելի ազատ սկսում ենք աշխատել։ Բայց Նաիրեի հետ եւս համագործակցում ենք երգերի ընտրության հարցում, որովհետեւ իհարկե կարեւոր է հասկանալ այդ երգը հաջողություն կունենա, որովհետեւ գաղտնիք չէ, որ շոուն եւս եւ երևի ամենակարևոր հենց ֆակտորը շոուն է այս դեպքում, իսկ երգերի մասով մեծամասամբ իրենք են ընտրում, իսկ երբ տարաձայնություններ են լինում, այստեղ արդեն օգնության է գալիս երաժշտական թիմը Մարիի գլխավորությամբ, ովքեր օգնում են զույգերին ել ավելի ճիշտ կողմնորոշվել երգի հարցում։ Հրաշալի, ո՞րն է եղել թե որպես պրոդյուսեր, թե որպես ռեժիսոր ամենաբարդ, այսպես նկարահանումը կամ ելույթը, բայց եւ միևնույն ժամանակ ամենատպավորիչը։ Առաջի հաղորդումը միշտ ամենաբարձրն է, թե առաջի եթերաշրջանում, թե երկրորդ, որ այդ մեխանիզմը սկսում են բոլոր վինտիկները աշխատել, ոնց որ դանդաղ են, բանանում, այդ օրը ամենաերկարն է լինում։ Ոնց որ 3 հաղորդում նկարես, երկրորդից արդեն ոնց որ սահուն է դառնում, բոլորը հունի մեջ են ընկնում, այս անգամ է նույնպես Բարդության առումով առաջինը։ Առաջին։ Իսկ տպավորիչ։ Միանշանակ համաձայն եմ։ Ոչ մեկի չենք ասի, ոչ մեկ չի եղանա, դե լավ, մենք մերոնցով զրուցում ենք։ Ես ունեմ տարբերակ։ Ո՞րն է։ Հանրային հեռուստաընկերության տնօրեն տարեդարձը, երբ այս անգամ նշում էինք, տոն հաղորդում էր, շատ հետաքրքիր հաղորդում էր, սցենարի մասով շատ բովանդակային հաղորդում էր։ Երևի ամենատպավորիչը դա էր։ Տպավորիչ համարները կարող եմ ասել ինչ որ համարներ, որոնք ստացվել են ու ասել եմ ես ինքս հասկացել եմ, որ այդ նկարահանման ժամանակ վերջում իմ ոզգլաց ասեն ջան ուրախացել էի ինչ որ բանը որ ստացել է որտեղ լավված է մենք բոլոր համարների ընթացքում երբ նկարահանումը գնում է այս այն շունչները սպահած նա մենք այս կամերան ճիշտ ժամանակ եղավ ինքը բառը ճիշտ ասեց այս ճիշտ խաղաց որովհետև մենք հնարավորություն չունենք տենց հակարկնելու դա կձգվի անվերջություն այդ պատճառով ոնց որ փոքր երեխեքի համար ոնց է լարված նստում ինչ որ մի բան չէ նույն ձևի ամեն համարը ես հասկանում որ դա կյանքիցդ ինչ որ sense տարիներ են գնում այդ պահին բայց դե իհարկե ռեզուլտատը տեսնելուց հետո վերադառնում է քեզ այդ կյանքի օրերը Իսկ կա որևիցե մի զույգ, որը լքել է այս ընթացքում նախագիծը, բայց որին կցանկանայիք տեսնել եզրափակչում։ Դες պրովոկացիոն հարցերի ես չեմ պատասխան։ Ես էլ
Չեք պատասխանում։ Լավ, մի քանի զույգ, Բայց բոլորին հետ եմ վերում հիմա։ Իրականում մենք իրավունք չունենք ինչ որ զույգի սատարելու, Չեք ցույց տալ սատարում։ ինչ որ սիմպաթիա, որ Չեք սատարում։ կուզենայինք Դուք մի պահ լինի, որտեղ ես մտածեք, որ իրենց ոչ թե- հավասար եմ դիտում Ոչ բոլորին։ թե ռեժիսորն եք, ոչ պրոդյուսերն եք, այլ ուղղակի ինչ-որ մյուզիք, որին կուզենայիք այսօր։ Որպես ևս հանդիսատես, տեսնեք։ քվեարկությամբ Հանդիսատես։ հետ բերել։ Ոչ մի պրովոկացիա առավոտ լույսը եթերում։ Սևա Կամրոյանին եւ Նազիկ Ավդալյանին հետ կբերեի եզրափակիչ անկեղծ ասած, ասեմ ինչու, որովհետեւ Նազիկ Ավդալյան այն միակ մասնակիցներ, միակ չի երգիչներ, ով առհասարակ կապ չուներ բեմի հետ, բայց նա իրոք անում էր ամեն բան լավ ներկայանալու համար։ Հենց միայն այդ պատճառով ես այդ Շատ լավ զույգին է հետ կբերեի։ ներկայանում։ Չեմպիոնի մտածելակերպ ունի դրա համար։ Այո։ Հիանալի է։ Պաստորեն այրեն էլ Նազիկ Ավդալյանի եւ Սևա Կամրոյանին հետ կբերեի։ Արդյոք հենց նրանք են այն զույգը, որոնց հետ համագործակցությունը թե կադրում երկընտրելու եւ թե կադրից դուրս արդեն փորձերի հարցում ամենահեշտն էր որպես համագործակցող մարդիկ։ Թե Ոչ, շատ բոլորն են տարբեր այդ զույգեր թվում։ կան, որոնց հետ եւ հեշտ էր եւ դժվար էր, բայց օրինակ ես կարող եմ ասել, որ Զարուհի Բաբայան եւ Սոֆիի հետ աշխատելը շատ թեթև էր։ Իրականում անգամ իրենց համարները մտաբերել թե ինչ ես անելու արագ էր ստացվում, չեմ կարող ասել դա ինչից էր։ Իրանք են տենց թեթև մարդիկ փորձնել էր ընթանում շատ հեշտ։ Ես եթե անկեղծ ասեմ, ինձ համար երկրորդ եթերաշրջանի մասնակիցների հետ աշխատելը ավելի հեշտ է եղել, քան առաջին եթերաշրջանի։ Մրցակցությունը առաջին եթերաշրջանում շատ էր։ Այս անգամ մի քիչ ավելի թեթև են նայում մասնակիցները, ավելի որպես շոու են վերաբերում։ վայելում են Նախագծին, մասնակցությունը։ Հիանալի։ Հետաքրքիր է։ Իսկ լավ, ովքեր են մասնակիցների տպավորիչ բեմական կերպարների, բեմական ձևավորումների հեղինակները, վոկալի եւ պարի մասնագետները։ Համ ներկայացնենք, համ էլ առողջացնենք ու ողջունենք նրանց։ Եթե ժամանակ լիներ, սիրով բոլորի անունները կտայի, որովհետև շատ մեծ թիմ է աշխատել այս նախագծի վրա, միջազգային կապերի բաժնից սկսած, ովքեր որ բանակցել են BBC-ի հետ, մինչև բեմադրական մասի աշխատողներ, սա շատ մեծ պրոյեկտ է, որը որ բարդ է տրվել բոլորին։ Ջերմ ողջունենք բոլորին ու եւս մեկ անգամ ասում կեցեք դուք, որ նման արդյունք է կարողացել ապահովել մեր շատ սիրելի հեռուստատեղների համար։ Եվ շարժվելով առաջ, քանի որ երկու աստղ այսօր մոտենում է իր ավարտին, երկրորդ եթերաշրջանը, բայց վստահաբար հեռուստադիտողները կսպասեն նոր նախագծերի։ Ես հաստատ ով է, չէ՞ հաղթողը։ Չէ, ես մի հետաքրքիր հարցել ունեմ։ Չեն ասելու միևնույն է, հարցնելու իմաստը, չեն ասելու։ Բայց մենք սպասելու ենք, որ երեկոյան առաջինի եթերում ձեզ հետ սիրելի հեռուստադիտողներ վայելենք այդ էմոցիաները։ Իհարկե, այսօր դա կավարտվի, բայց գիտենք, որ աշխատանքները առաջինում եւ առհասարակ երաժշտական ասպարեզում, որը կապ ունի նաեւ առաջինալիքի հետ, չեն ավարտվում, որովհետեւ 2026 թվականին մեզ սպասվում է մի անհավանական շքեղ իրադարձություն, երբ պատանի երաժիշտները դասական Եվրատեսիլում են իրենց ուժերը փորձելու։ Իհարկե, հետագայում մենք ավելի մանրամասն կխոսենք այս թեմայի շուրջ, բայց փորձենք հակիրճ ներկայացնել ինչ է տեղի ունենալու հաջորդ տարի մեզ մոտ Հայաստանում։ Այո, ինչպես գիտեք, հունիսի 6-ին Հայաստանը հյուրընկալելու է պատանի երաժիշտների Եվրատեսիլը, սա կրկին մի շարք բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել ու շատ ուրախ եմ հայտնել դրա մասին։ Այս առիթով իդեպ առաջին ալիքը նաև հայտարարել է մրցույթ բոլոր այն երաժիշտների համար, ովքեր որ 12-ից 21 տարեկան են եւ Ինչ է պահանջվում։ Պահանջվում է ուղղակի այցելել հանրային հեռուստաընկերության կայք mektv.am եւ այնտեղ լրացնել մասնակցության հայտը եւ ուղղակի մասնակցել այս մրցույթին եւ ստանալ հնարավորություն ներկայացնելու Հայաստանը այս մրցույթում Հայաստանում։ Մինչև երբ կարող են։ Մինչև հունվարի 22-ը ներառյալ։ Մինչև հունվարի 22-ը ներառյալ։ Եվ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Այո։ հունիսի 6-ին արդեն մենք Հայաստանում կդիմավորենք Ամբողջ աշխարհի միլիոնավոր զբոսաշրջիկների եւ հյուրերի, իհարկե վստահ եմ, որ պատվովերը ամենի տակից դուրս կկարողանան գալ։ Այո, որոնք յուրախություն մեզ հաղթենք։ դասական երաժշտության հետքերով կհայտնվեն Հայաստանում, իսկ Հայաստանը այնքան հարուստ է, թե կոմպոզիտորներով, թե կատարողական արվեստի վարպետներով, որ կկարողանանք մեծ պատվով ներկայանալ աշխարհին եւ քարտեզի վրա նաեւ դասական երաժշտության շնորհիվ մեր տեղը ել ավելի ամրապնդել։ Անուշիկ, ես վստահ եմ դեռ իրոք մանեն ինչպես քիչ առաջ
առաջնորդեց, մենք շատ առիթներ ենք ունենալու, ավելի մանրամասն զրուցելու, որովհետև սա նույնպես շատ հետաքրքիր նախագիծ է, շատ կարևոր նախագիծ, եւս մեկ անգամ կրկնենք, որը անցկացվելու է հենց մեր երկրում Հայաստանում։ Բայց վերադառնանք այսօրվա երեկոյին մեգալախտին, երկու աստղին եւ հետաքրքիր է ձեր մաղթանքը այսօրվա մասնակիցներին։ Ինչ եք մաղթում նրանց։ Այն մարդիկ, ովքեր պարտվելու են, ուզում եմ մաղթեմ, որ նրանք չեն պարտվել, նրանք ամբողջ ուղին մեզ հետ մի հիասքանչ ճանապարհորդություն են անցել։ Ես դա կհամեմատեմ երևի ինչ որ նավարկության հետ, որտեղ ոչ շատ հիշվող քանակի մարդկանցով գնում էինք հեռու ճանապարհորդություն, ընթացքում հանդիպելով փոթորիկներ, ինչ որ վատ եղանակներ, լավ իրադարձություններ եւ վատ ասելով ստրեսային ընդամենը, բայց փրկվելով հասնում ենք ինչ որ միտեղ եւ դառնում ենք մի խումբ, կարելի ասել ընտանիք, որ ամբողջ կյանքում ինչ որ ուղի անցած են եւ մտերմացած են եւ շատ մի չգիտեմ կյանքում հետաքրքիր փուլ անցած ենք, այսինքն մենք բոլորս այս նախագծում կարծում եմ ամենքը իր հերթին, իր ասպարեզում գրանցել է աճ։ Մենք պետք է շնորհակալ լինենք այդ հնարավորության համար եւ ի սրտե շնորհավորենք այն զույգին, ով կհաղթի։ Եվ վերջում ինչ կմաղթեք ամանորին ընթառաջ նաև մեր եւ երկու աստղի հեռուստադիտողներին, առաջին ալիքի հեռուստադիտողին։ Խաղաղություն ամենակարևորը, ներդաշնակություն եւ խոսելով երկու աստղից, իսկապես սա մի նախագիծ էր, որ իրականացրեց շատերի երազանքը եւ երազելու հնարավորություն տվեց, կցանկանամ, որ 2026-ին նման հնարավորություններ, երազանքներն իրականացնելու ու երազելու շատ լինեն։ Հիանալի է։ Նաիրե։ Ես երևի կմաղթեմ, որպեսզի տարվա կտրվածքով համեմատած իրենց անցյալ կյանքի տարիներին ավելի դրական օրերի քանակը շատանա եւ փորձեն գեղեցիկը եւ բարին տեսնեն իրենց շուրջը եւ նույնպես պարգևեն այդ բարությունը սփռեն ընդհանրապես, որովհետեւ դա մեզ պակասում է։ Ես միշտ նկատում եմ եւ օրինակ երբ վարում ես մեքենա, ինչ որ մեկը զիջում է, ուզում ես գնաս հատատվես, այսպիսի մարդիկ էլ կան, շատանան այդ մարդիկ շրջապատող մեզ։ Հրաշալի, շատ շնորհակալություն ձեզ, եւս մեկ անգամ ուզում ենք ասել ձեր գլխավորությամբ մեծ թիմին շնորհակալություն, որ արդեն երկու անգամ, մեծ այս պատասխանատու նախագիծը պատվով բերում հասցնում եք եզրափակիչ ու այսօր նույնպես 21:50 կարծում եմ Հայաստանի մեծ մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը հետևելու է ու պարզելու ենք, թե ով է հաղթել։ Ինչը իրականում այո, շատ ճաշակով ու շատ պրոֆեսիոնալ մակարդակով մատուցվում է միշտ հեռուստադիտողներին, իհարկե շատ թեթև սահում, բայց դրա հետևում ինչքան մեծ աշխատանքներ են տարվում։ Դա իսկապես ահռելի աշխատանք է եւ դրա համար շնորհակալություն թե հրավիրված մասնագետներին, արտիստներին, թե առաջին ալիքի մեծ ընտանիքին, որ յուրաքանչյուր անկախ նրանից որևէ կապ աշխատանքի բերումով ունի, թե չէ երկու աստղ նախագծի եւ մյուս այլ նախագծերի հետ ամեն ինչ անում է, որ առաջինի եթերը միշտ լինի հետաքրքիր եւ լինի կարեւոր ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ ինչպես մեր հյուրերը նշեցին, եղեք բարի, երազեք շատ եւ մնացեք առաջին ալիքի հետ, իսկ մեր զրույցները այսօր երկու աստղի շուրջ դեռ շարունակվելու են։ Մեր ընկերներին ասում ենք շատ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, մեզ հետ սկսեցիք առավոտը, ձեզ լավ օրվա շարունակություն եւ երեկոյան ամուր նյարդեր։ Ձեզ շնորհակալություն։ Ձեզ ենք մաղթում լավ օր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շարժվենք առաջ։